Մշակութային շաբաթվա ամենաքննարկված թոփ թեմաները հենց հիմա։ Շաբաթվա մշակութային օրացույցի գլխավոր իրադարձությունն ապահովեց անկախության տոնը։ Քիչ չէին նաև աղմկահարույց իրադարձությունները։ Հիմա հերթով։ Տոնական շաբաթը մեկնարկեց կինոպրեմիերայով։ Արցախյան ազատամարտին նվիրված «Կյանք ու կռիվ» ֆիլմը էկրանավորել է հայկական կինոինդուստրիայի ամենահայտնի ընտանիքներից մեկի ժառանգը՝ Մհեր Մկրտչյան կրտսերը։ Մեկ տարի առաջ սկիզբ առած «Կյանք ու կռիվը» մեկ գաղափարի շուրջ համախմբեց ռեժիսորին ու ֆիլմի պրոդյուսերներին՝ Կարեն Ղազարյանին ու Ռուբեն Ջաղինյանին։ Գիշերներով նստած պրոդյուսերների հետ կարդում եք, քննարկում եք, վիճում եք, միշտ կինոյում ամեն ինչ տենց հասկացում։ Արցախյան ազատամարտին նվիրված կինոպրեմիերային ներկա էին նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկնոջ հետ և հայ եկեղեցու երկու հայրապետերը։ Իրական զինտեխնիկա, պայթուցիկներ ու ուղղաթիռներ։ Ստեղծագործական խումբը որոշեց հաղթական պատմությունը էկրանավորել նոր դեմքերով։ Սամվել Թադևոսյանը, նույն ինքը գլխավոր հերոս Տիգրանը, ֆիլմի պրեմիերային զինվորական հագուստով էր եկել։ Անկախության 25-ամյակին լրացավ Սամվելի հայկական բանակում ծառայության երկրորդ ամիսը։ 150 միլիոն դրամ բյուջեով նկարահանված «Կյանք ու կռիվը» կունենա նաև շարունակություն։ Ստեղծագործական խումբը որոշել է ֆիլմի երկրորդ մասը նվիրել բանակի կազմավորման 25-ամյակին։ Ցեղասպանությունից դեպի անկախության վերականգնում։ Քառորդդարյա անկախության տոնին ընդառաջ առաջին անգամ աշխարհի տարբեր թանգարաններից Երևան են բերվել 18-ից 20-րդ դարերին հայ որբերի ստեղծած նամականիշներն ու բացիկները, պատմական եզակի դրոշներն ու զինանշանները։ Բոստոնի թանգարանից Ցեղասպանության թանգարան ինստիտուտ, Հայաստանի ապագա պետության զինանշանով զարդարված հաղճապակե ափսեն ու ձեռագործը հենց այս ճանապարհն են անցել ու այսօր արդեն Երևանում են։ Բայց զինանշանը նվիրած է մեզի անձը, որ գրնալալ հետը փերած է պատմական Հայաստանին։ 10 տարի տևած փաստահավաք աշխատանքների արդյունքում Հայաստանում է նաև 1921-ին դանիացի միսիոներ Կարեն Եփեի ճամպրուկում հայտնաբերված անկախ Հայաստանի գերբը։ 95-ամյա ցուցանմուշը հիմա պահվում է Դանիայի Գյուլինգի քաղաքի թանգարանում։ Աշխարհի 4 ծայրերից Երևան բերված եզակի ցուցանմուշները Ցեղասպանության թանգարան ինստիտուտում կլինեն ևս 5 օր։ Ընթերցասերների ամենասպասված հանդիպումը շաբաթվա վերջին էր։ Ռուսաստանի ամենապահանջված ու հեղինակավոր ժամանակակից գրողը Նարինե Աբգարյանը անհամբեր սպասում էր ամենաանկեղծ ու ամենախստապահանջ ընթերցողների՝ երեխաների գնահատականին։ 1986-ին Արմեն Վաթյանի հեղինակած մուլտֆիլմի սցենարի հիման վրա գրված հեքիաթը 2014-ին Ռուսաստանում լավագույնը ճանաչվեց։ Հսկան, ով ուզում է ջութակ նվագել հեքիաթն արդեն հասանելի է նաև հայերեն։ Հսկան հենց այն ապացույցն է, որ հրաշքներ միշտ կատարվում են։ Հեքիաթի հայերեն տարբերակի երևանյան շնորհանդեսի ժամանակ Նարինեն համբերատար պատասխանեց փոքրիկ ընթերցողների բոլոր հարցերին ու հայտարարեց. կվերադառնա նոյեմբերին ու կգնա Արցախ նոր գրքի հերոսների հետքերով։ Մինչև Հայաստանի մասին նոր գրքի շնորհանդեսը համառուսական գրական մրցանակի է առաջադրված նրա երկնքից 3 խնձոր ընկավ գիրքը։ Ռամազոտի չեղարկված համերգի տոմսերի գումարը դեռ ամբողջությամբ չվերադարձրած Ֆորպոստարտ Production-ը կրկին արտ սկանդալի կիզակետում է։ Շաբաթվա վերջին պարզ դարձավ, որ Լենինգրադ խմբի երևանյան համերգը չի կայանա։ Վաճառված սակավաթիվ տոմսերի պատճառով կազմակերպիչները համերգը չեղարկեցին։ Ֆորպոստարտ Production-ից վստահեցնում են, որ տոմսերը վերադարձնելիս խնդիրներ չեն առաջանա։